Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ես լավ եմ նույնպես, եկա ակնոցներից վերջապես վերցրեցի։ Մի հատ կարդալու, մի հատ է հեռուն նայելու, երկուսն էլ շատ լավ է ստացվել։ Տանը ցույց կտամ։ Հիմա այսպես գնամ, մի հատ մտնեմ խանութներ, տեսնենք ինչ կա, որովհետև ժամանակ չեմ ունեցել, իսկ այսօր ես ազատ եմ, որովհետև հյուրերս գնացել են Բրյուսել, վաղը երեկոյան հետ կգան։ Ես էլ մի քիչ հանգստացա, տեսանյութ ունեի, մի կերպ հասցրեցի, մոնտաժեցի, YouTube-ում է, երևի թե որ օրը կտեսնեք, երևի ամսի 6-ին հույս ունենամ, և ես հիմա մի երկու խանութ կմտնեմ, դեղատուն եմ մտնելու, հարցս մոռացա դեղատան, կմտնեմ դեղատուն և արդեն տեսնեմ ինչ եմ անում, ինչ էլ որ լինի հետաքրքիր, իհարկե կմիանամ ձեզ, դուք էլ ինձ հետ միասին արդեն կտեսնեք ինչ կա խանութում կամ ընդհանրապես եթե գնում էլ անեմ, մի խոսքով առաջ եմ գնում, եղանակները նորից շոկ են լինելու, ջերմաստիճանը պիտի բարձրանա այսօրվանից, բայց հələ որ լավ է, բարձր է շոկ է, բայց հաճելի տաք է, դե այսքանը կհանդիպենք։ Հին քաղաքի սկզբնամասում եմ, ուրեմն այստեղ կա իտալական Կիկո դիմահարդարման խանութների ցանցից մեկը, որտեղ որ գրեթե հերթ չի լինում, կարելի ասել մարդ էլ չի լինում։ Հիմա լավ էր, մի քանի հոգի են և ես, հիմա ցույց տամ ձեզ ինչը որ զեղչված է, որտեղ որ իրոք մարդ չկա կանգնած, շատ փոքր է տարածքը, ասեմ ձեզ, բայց կարելի է գալ այստեղ, որովհետև հանգիստ է լինում։ Մյուսը, որ գտնում է Օղալիլում, հնարավոր չէ մտնել, այնտեղ միշտ հերթ է լինում և արդեն, չգիտեմ, ինձ դուր չի գալիս, որ լիքը մարդ է լինում, չես կարողանում մոտենալ, դիտել, թե ինչ կա, ինչ չկա, ոչ թե զեղչի սեզոնում, այլ միշտ այնտեղ մարդ է լինում։ Ահա, շրթներկերի բազմազան տեսակներ, գլոսներ, որ ասում են դրանցից, ամեն ինչ կա, զեղչված գներով, դե ցույց եմ տալիս, տեսեք, համեմատեք ձեր մոտի գները, ես Կիկոյի շրթներկներն եմ շատ հավանում, լավ նստում է, բայց ոչ մատվի, ես մատվի չեմ սիրում, ընդհանրապես սիրում եմ, որ մի փոքր գոնե փայլ է լինում, բացում է, տեսնեմ վարդագույն գույն կա, թե ոչ, և տեսնեմ, թե իրոք տոնային կրեմ կա զեղչով, չնայած տոնային կրեմը վերցնում եմ, գոհ եմ լինում, լավ է լինում, վերցնում եմ այստեղից, հետո գնում եմ, որ նույնից վերցնեմ, այլևս այդ սերիան չի լինում, դա շատ վատ է, դե դուրս եկա այստեղից, առաջ շարժվեմ, ճանապարհից դամաղներ, տեսա, որ շատ զեղչ էր արված, մտա, հիմա տեսնենք, թե ինչեր ունի դամաղը և ինչ կա, կարելի է գնել, թե ոչ։ Հələ նայ, տես ինչ լավ կոշիկներ են, բացի սրանից, սաղ կաշի է, մաքուր կաշի է, մեջն էլ սենց կոնֆող, ես լավ ֆիրմա է, այլի, հենց ես զամշիներից մի հատ ուրիշ առել եմ, բայց այս մասերը կոճերից լավ է, էլի, չի սեղմի, ինչ կարծիք ես, շատ էժան է, 70 եվրոն 60% զեղչով, մի 22-28 եվրո պիտի տամ այս աստեղ նշացա, որ կաշի է, էլի, առնեմ երևի։ Մինչև դուք ձեր կարծիքը կկազմեք, ես հələ փորձեմ այս կոշիկները, տեսեք, հարմար է, շատ, այնքան փափուկ էր այդ զամշիի մասը, կոճերի այդ հատվածը շատ լավ էր, ամեն ինչ կա, բայց ամեն բան չեն էլի զեղչած։ Նայեք Ժորջան, այս մայկան եմ ուզում փորձել, չնայած մի հատ այս ընթացքում կոշիկ եմ տեսել, դրեցի մի կողմ, հիմա սա տեսնեմ ոնց է, լավ զեղչեր են դամաղում և տեսեք, սպիտակ մայկա պետք է էլի թևերն էլ ուղղակի այսպես ձև տված, ահա, սիրուն այս մասը, նաև կարելի է վերնաշապիկների տակից հագնել, հիմա մի համար մեծը հագնեմ, սա 40 եմ վերցրել, բայց ինձ պետք իմ համարը 42-ն է, ցավոք այստեղ համարները 42-44 են, հենց մենակ 42 չի լինում, բայց հələ փորձեմ։ Չէ, ոնց որ թե սա է լավ, սա 42-44-ն է, բայց լավ է, որ մի հատ էլ լվանամ, արդեն բան կլինի, նայեք,
Թե ինչի է շալվարս հակաչնացրա հետ միշտ սպիտակ եմ հագնում։ Այսօր էլ եմ սպիտակ վերնաշապիկս հագել, բայց շատ հովու լավ էր, ավելի լավա սա լինի։ Ճիշտ չի։ Ճիշտ է։ Էս ընտրեցինք։ Այս էլ մայկայից վրայից հագա, բայց ոնց որ թե քիփություն է անում։ Գնամ մեծ համարը տեսնեմ կա, փոքրերն էի վերցրել էլի 40-ը։ Գծավոր, մի հատ է փորձեցի, այս կապույտը, այս ավելի լավն էր օրինակ փափուկա, երևի գնամ կապույտը, տեսնեմ եթե կա 42-ը վերցնեմ, շատ էժան է, 40 եվրո, 60% սեղջ։ Չէ Ժորժ ջան, շատ փորձեցի, ոնց հակա, իմը չէին, ինչ էին էլի, ճիշտ ասպիտակ գույնի մայկան, լավն էր, հարմար էր, բայց մի տեսակ մեծացնում էր, մի խոսքով, մեն կոշիկները վերցրեցի, որովհետև շատ էժան էին, էջ որ չլինի լավ կչել եմ, հիմա այստեղ մի հատ խանութ մտնեմ էլի ու արդեն գնամ տուն քարտս վերցնեմ, որովհետև ճշմանդեղս վերջացել է երեկոյաներեկվանից, գնամ վերցնեմ մինչև ամսի 9-ին հանդիպում ունեմ բժշկիս հետ, այն ժամանակ արդեն կվերցնեմ դեղատոմսը և լավ կլինի, հիմա մտրեմ մի հատ ռիտուալ գնամ։ Դա մարդխանութը տեղափոխվել է Վիոլիլ և հենց այս խաչմերուկում էլ գտնում է ռիտուալը, այս հատվածում շատ խանութներ կան, կարող եք գալ։ Շոր ջան սպիտակ գույնի նասկ էի փնտրում Կարենի համար, չգտա ամառային թեթև այդպես կարճեր էի նայում, մի քանի խանութներ գնացի, չկար, սեզոնն է, թե ոչինչ, բաց մոխրագույն գնեցի մի տեղից գտա, չգիտեմ կհավանի, չի հավանի, յոլա կգնամ մինչև քաղաքից դուրս կամ ուրիշ խանութներ էլի, հիմա որը ժամը 7-ն է կփակվի, դրա համար ժամանակ չունեմ այդքան շատ տեղեր ման գալու։ Ողջույններս բոլոր իմ հետևորդներին, արդեն տեսնում եք, չէ ակնոցներս դրել եմ, ուրեմն սա հեռուն տեսնելու համար է, դրսում էլ կարող եմ դնել, բայց քանի որ ես շատ հեռուն լավ տեսնում եմ, դրա համար սա այդքան էլ կիրառելի չի, ինձ համար ավելի շատ կարևոր էր կարդալու ակնոցները և այս տեղապահովագրությունը մեկի համար է վճարում, մյուսի համար ես եմ վճարել 39 եվրո 40 եվրո վճարել եմ այս ակնոցի համար, ուրեմն սա կարդալուն է, շատ լավն է, փաստորեն խորհուրդ կտամ, որ բոլորդ կրիզից վերցնեք, նախ այնտեղ եթե նույնիսկ անվճար տարբերակը լինի այս շրջանակների ավելի տեսականին շատ էր, քան օպտիկալից, վերջին 2 տարին օպտիկալից էի օգտվում, թե ինչի չգիտեմ, մինչ այդ կրիզից էի և գոհ էի, օպտիկալի տված ակնոցները ասենց լայն, հաստ, մի տեսակ էլի, բերեմ ցույց տամ, հələ համեմատենք, դեռ դեն չեմ գցել, դե տեսած կլինեք, քանի որ ուրիշ ընտրություն չկար, այս շրջանակն ենք վերցրել ու հաստ այս ապակին շատ հաստ, չգիտեմ, հազիվ դնում է ու ապակու որակն էլ լավը չէր, ոնց որ թե քերծված լիներ, նայում էի, մաքրում էի, քերծված բան չկար, բայց այդպես ոնց որ ինքը խամրած լիներ, հուսով եմ, որ կրիզի այս կարդալունը, դե տարին մեկ ես փոխում եմ, կարդարացնի լավ կմնա և բացի դրանից շրջանակներ շատ սիրուն եմ, իսկ ես մյուսը կարդալունը շատ ավելի հարմար է, սրանով օրինակ լավ երևում է, հիմա ես որ նայում եմ էկրանին, պարզ երևում է, իսկ կարդալունով չի երևում, մի խոսքով Ժորժ ջան Կարենը այդ մոխրագույն նասկիները, գուլպաները չհավանեց, մի հատ հանեցի, որ փորձի չհավանեց, գույնը լավը չէր, ասեց, սպիտակ ու սև է ինքը հագնում, մի խոսքով ես մի կողմ, ակնոցներս տեսակ, հիմա ցույց տամ, թե ինչ գնում արեցի, դամաղից, դե արդեն այնտեղ խանութում էլ ասեցի, որ պիտի վերցնեմ այս մոկասինները, որովհետև իրականում շատ էժան էին, նաև սրանց կոշիկները օրթոպեդիկ են, խանութում ցույց տվեց ես մասերը, բայց մանրամասն ոնց որ չասեցի, հենց ոտքի համար է, տանն էլ փորձեցի, արտակարգ էր, այնտեղ էլ, հետո լայն է այս մասը, շատ նեղ չի գալիս, եթե ուշադրություն եք դարձնում, ու այստեղ էլ մի խոսքով
Առաջին անգամ եմ դամաղից կոշիկ գնել, սրանք պետք չեն ինձ, տեսնեմ էլի կհակնեմ և բան կանեմ, ես տակի մասը մի քիչ որ ես ձև է գնում, այդքան շատ դուրս ոնց որ պայի տակ չեկավ, ես ձևով, բայց շատ նեղ է գնում էլի ու սիրուն է գնում, փորձեմ կհակնեմ հարմար էլ, ինձ թվում է վազելուց, որ միշտ քայլում եմ դրա համար եմ ասում, արագ եմ քայլում, կարճ ասած կփորձեմ, փորձել եմ շատ լավներ և այդպես, դրանից հետո մտա Zara-ում նոր բաներ էին ստացել, չնայած համարյա ամեն օր էլ ստանում եմ բոլոր խանութներում և երկու էլի սպիտակ բան վերցրեցի, տուն բերեցի, որ տանը փորձեմ, այնտեղ եմը փորձեցի, տեսա շատ նեղոտ էր, էլը վերցրեցի, դե պարզ այդտեղ կարելի է հետ տալ և արդեն ես վերցրեցի ուրեմն էլի սպիտակ մայկա, որովհետև իմ մայկան մի տեսակ դուրս չի գալիս արդեն երկրորդ տարին հագնում եմ, սիրուն բլուզկա էր, բայց էլի ափսոս բերեցի շատ փոքր էր, էլն էր, բայց մի տեսակ որ փոքր է մայկայի ես բլուզի տեսքը սիրուն չերևաց, ուրեմն այսպես բան է, դուրս եկավ, կարելի ասել Zara-ում ոչ միշտ է ամեն ինչը դուրս գալիս, բայց սա շատ դուրս եկավ, թևը երկար է, և կոճակով, և այստեղ արդեն կտրված է, որ մի քիչ փոքր էր, այս բանի մասը լավ եկել էր, խիտ նստե, և այս կողքները մի տեսակ հավաքած, որ սիրուն ցույց տա, այդ առումով շատ լավ բան էր, մոդել էր, կտորն էլ շատ բամբակ չի, էլի սենց թեթև հավեսով, չգիտեմ ինչ կտոր է, մի խոսքով լավն է, սիրուն էր, հենց այս սեզոնի ամառվա կամ ընդհանրապես, գաղտնի չի որ ընդհանրապես մետաքսից, էլի բնական մետաքսից վերնաշապիկներ են հագել, հենց Իտալիայում այստեղ այլ արիստոկրատները շոքերի ժամանակ միշտ փակ են հագնվել, հիմա դե արդեն ժամանակները փոխվել են, կոճակներն էլ ոնց որ փոքրիկ մարգարիտներ լինեն, մի խոսքով այս սիրուն բլուզն էր, գինը առանց զեղչի էր, գինը 30 եվրո, զեղչված չէր, լիքը զեղչված բաներ կար, բայց նորմալ բան չկար, և նորից ընտրեցի այս մայկան, էլի զեղչված չէր, բայց մատչելի էր, 9 եվրո, 8-90 քանիս, էլի բերեցի հագա, կտորը շատ էր հաստ, կար այնտեղ նեղ վզով, երևի թե այդ նեղ վզովը նայեմ, բայց հաստ էր, ընդեղ զգացի, որ հաստ էր, ասեցի տանը փորձեմ մի հատ լավ, հետո որ հագնում եմ, ուսերի մասը լավ էր գալիս շատ, այս մասից որ սենց լեկալով իրանք հանում են, սիրուն այս չի գալիս, էլի, ես նեղվում եմ, պետք է այն վրա սենց, այս սենց զգամ ու սիրուն նստի, մի խոսքով այս երկու սպիտակ գույնի վերնահագուստը ընտրեցի, բայց ափսոս որ փոքր էին, ահա, լավ չէր որ չեղավ, ափսոսացի սրա համար, հələ կգնամ XL-ը կփորձեմ, երևի այսօր գնամ դե գնալու եմ դեղերի համար պատվիրեմ, քանի որ քարտս չէի վերցրել, չէ, կարող է այսօր գնամ, եթե ոչ 30 օր ժամանակ ունեմ հետ կտամ, ուղղակի մտածում եմ, որ կարելի է գնալ և այս բլուզի XL-ը վերցնել, այս էր իրանց տոպրակը, սա է Zara-ինը, Ժորժան, Zara շատերն են մտնում, սիրում են, բայց ես միշտ ասել եմ իմ տեսանյութերում, ինձ հարմար չի գալիս Zara-ն, կտրվածքը բանը, սիրուն բաներ մեկ-մեկ տեսնում եմ, չեմ զլանում, փորձում եմ, բան եմ անում, բայց այն չի լինում, որ սենց սիրտս կպչի էլի, ասեմ, վсё, սա իմն է, օրինակ ես կոշիկները այդ ձև եղավ, դուրս եկավ մի անգամից, էլի, մտածեցի հարմարության համար, արդյոք ոնց կլինի, մի խոսքով ես էլ էս էր, այսօրվա գնումներ, դե գնումներ շատ ունեմ անելու, ասել եմ, դրա համար միգուցե այսօր միասին նորից դուրս գանք, հələ տեսնեմ էլ որ խանութն եմ մտնում, հարմար է էլի կնկարեմ, միասին կգնանք, կպտտվենք, կնայենք, ես էլ էս քանը Ժորժան, հիմա ես
անցնեմ խոհանոց, մի քանի բան պատրաստեմ, շոկ է արդեն, անկեղծ ասած, ամսի ուրեմն 6-ն է այսօր։ Շորջան արդեն դուրս եկա, մի քիչ սպասեցի, հովն ընկնի, չնայած հով չկա, բայց հիմա մտնեմ ուրեմն դեղատուն ու արդեն գնամ Զարա տանեմ ես հետ տամ, գնանք միասին, էլի, ու տեսնենք ինչ ենք անում, կարող այլի շորեր բաներ նայեմ, տեսնեմ, էլի, հարմար լինի կնկարիմ, ընքան շատ մարդ է լինում, որ այս զեղչերին մի խոսքով գործերս արեցի, վերջացրեցի, ծովա խեցգետնի ձողիկներով աղցան պատրաստեցի, դուրս եկա, մի քիչ քայլեմ, որ չեմ քայլում, ոնց որ կալանավոր ունեմ տան մեջ, ինձ տենց եմ զգում, դե լավ, մտնում եմ արդեն հասա, հին քաղաքի դեղատուն եմ գնում, էլի, այստեղ ծանոթ եմ, թող իրանց լավությունը լինի, խնդրեմ Ժորժ ջան, տեսեք, 3 ամսվա դեղեր, բացի այն, որ Զարայում ամեն օր նոր ապրանք են ստանում, ամեն օր տեղափոխում են բոլոր հագուստների տեղերը։ Հիմա էլ այս հատվածում առանձնացրել են շալվարները զեղչով կան եւ առանց զեղչի։ Հիմա այս մեկը ոնց որ թե իմ ուզած է, հա, էլի կտորն էլ հիմա այդ մեշկավինան, մեշոկի նման այդ կտորներն են մոդա։ Այդ շալվարը վերցրեցի, կգնամ կփորձեմ եւ տեսեք նոր հագուստներ կան, երեք չտեսա սրանցից, չնայած լարիվ ծովափնյա է մեջքը բաց ու տարբեր բաներ կան, զեղչվածները մի կողմ են դրել, սրանք նոր ապրանքներն են, նոր տեսականի է, այստեղ է շատ սիրուն շորիկներ են կախված, բաց վարդագույն է, գույնը ես չեմ սիրում բաց վարդագույն, շորի ոճը լավն էր, բայց այս սա է հենց այդ մեշկավինայից փորձեմ երևի հələ մի հատ նայեք, տեսեք ինչ սիրուն շորիկ է, XL-ը վերցրեցի, որովհետև L-ը, M-ը փոքր են դուրս գալիս իմ համարները, էլի Զարայում այդպես է, չնայած կան մոդելներ, որոնք XL-եր չեն ունենում, սևը վերցրեցի կփորձենք եւ այս կանաչը շատ դուրս եկավ, մոտեցա նայեցի, ափսոս XL-ը չկար։ Եմ ես մեկը, Զարայի հանդերձանումը, ահա, շատ երկար է, սա L-ն է, հիմա եմը փորձեմ, M-ը հագա, կարծես թե լավ է, բայց մեկ է տեսնեմ, որ այս գրպանների հատվածը ձգել է մեջից դուրս է եկել, հլին չերով է կարած, սրսրթիկ, տահաճ մատերիալ, ես իպր կոթոնա, ես էսենց սինթետիկ, լրիվ քորա տալիս, ու կարերն էլ անորակ հեռա ասելու անընդհատ մի բանը, բայց գալիս եմ ստեղ, հետևը գրպաններ էր, լավ էր, այսել ես, սա ոչինչ, կարն էլ վատը չի, գրպաններ իմ ուզած, բայց սա էլ իմ ուզած մոդելը չի, ես է գալիս ան եղանում, հետո մի քիչ այս գրպանների միջև շոտ է, դե տեսեք Ժորժը, սիրում է, չէ? Մի հատ հələ լավ նայեմ, տեսեք, ինձ թվում է ինչ շատ սազեց, բայց մի տեսակ այս մասը շատ դժվարությամբ քաշեցի ցեպը քիչ էր մնում պոկեի, ընդհանուր վատ չի, բայց ծակծակում է էլի այս կտորը, չգիտեմ, որ լվանամ այդ ծակծակելը կանցնի թե չէ, սիրուն է, ասեք, որ սիրուն է, հիմա գները ասեմ, ուրեմն այս շորիկի գինը 46 եվրո, մյուս շալվարը, որը լավ էր, բայց լայն չէր 26 եվրո, և են երկու տարբեր համարներով, որ վերցրել է 33, էլի 32 քանիս, դե հավաքեմ, տանեմ հանդերձարան, տամ իրենց, պայուսակս վերցնեմ, բան չմոռանամ, ես էլ ես պատրաստվեմ դուրս գալ հանդերձարանից։
Չանք ժողովուրդ ջան, իմ բանը չէր։ Այդ կտորը ծակծակում էր մարմինը, սպասում շալվարներն էլ էին այդ կտորից։ Դուրս եկա։ Ինչ հանգիստ խաղաղ երեկո է։ Մեր քամին օրորում է տերևները։ Շատ լավ եղանակ է, այս պահին շոկ չէ։ Այս փողոցը կոչվում է Բուլվար Կարնո։ Գնամ տուն։ Վատը նա է, որ խանութները 7-ին են փակվում, դե ես էլ շոքերին դուրս չեմ գալիս։ Հետո էլ դե միջև տան գործ բան անում եմ, ժամանակ չի լում։ Լավ է, որ Զարան 8-ին է փակվում։ Եկա պտտվեցին, այցի չէ, իմը չէր էլի, սև շորը շատ դուրս եկավ, սիրուն էր, բայց այն չէր, հետո որ այդ կողքից էր ցեպը շատ դժվարությամբ էր, ստից էժանագին մի հատ սուտի ցեպ էին դրել, չէր բարձրանում, մի հատ էլ անհարմար քաշեի պետք է փոքվեր, մի խոսքով դեռ հələ ես իմը չեմ գտնում, ինչպես ասեցի, գնանք տուն, եւ տեսեք թե առավոտը, որ գալիս էի տուն արդեն, կայանից, որ աղջիկներին ճանապարհ էի դրել, այս միացիրուն շենք տեսա, միշտ այդ այգում մոտով անցնում ենք, շատ է կեղտոտ լինում, այդ հատվածով չենք անցնում, բայց քանի որ առավոտ էր, լավ մաքրել էին, լվացել էին, ու տեսքը որ չնայեցի, արդեն ուշադրություն եմ դարձնում, այն ժամանակ վատան մեկիցս էի փակում, բայց առավոտ շուտ էր, հələ տեսեք ինչքան սիրուն շենք է։ 17-րդ դարի շինություն է, շատ գեղեցիկ էլի քանդակներով, մուգ վարդագույն, տեսեք ինչքան սիրուն շենքեր կան մեր քաղաքում։ Կամարների տակով անցնում ենք եւ արդեն մեր թաղամասն է։ Սա էլ Միտերանի պուրակն է։ Կենտրոնում էլ Միտերանի արձանն է։ Դե ցտեսություն սիրելիներս, կհանդիպենք։